Պարզես օրվան լրահոսի կարևոր նորությունները շարունակում են նորությունների շարունակում անդրադառնալ հորիզոն լրատվականը 8 հունվարի 5-շաբթի։ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն էլ կտրիչ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։ Լրագրողներից ունեցած ճեպազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի էլեկտրացանցերի սահմանազատման, ներհայաստանյան եւ այլ գործընթացների շուրջ զարգացումներին։ Վարչապետը կառավարությունում տվեց այս տարվա առաջին ճեպազրույցը։ Թույլ տվեք շնորհավորել ձեր եւ ձեր ընտանիքի անդամների ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ իմ լավագույն մաղթանքները հղել։ Ապա Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի էլեկտրական ցանցերում ստեղծված իրավիճակին, նաև հոսանքազրկումներին եւ նշեց, որ ՀԵՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները եւ եթե կառավարությունը վերջին ամիսներին միջամտություն չունենար, իրավիճակը 3 անգամ ավելի վատը կլիներ։ Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Վարչապետը նաև կասկած հայտնեց, որ խնդիրները կարող էին միտումնավոր ստեղծվել Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, ապա խոսեց նաև համակարգում տիրող կոռուպցիայի մասին, հայտարարելով հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից ՀԵՑ-ը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել, մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա, մի այդպիսի մարդ չկա, մի հոգի, երևի մենակ իրանք իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինի։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստին, որն իր փոխանցմամբ տեղի է ունեցել վարչապետի կեցավայրում, եւ անդրադարձավ հարցին, թե ինչ է քննարկվել նիստի ժամանակ, ինչ են պատրաստվում անել առաջիկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսը չի պատրաստվում հեռանալ։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ, մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է կտրիչ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Արդյոք այս ամենը հասարակության շրջանում պառակտման պատճառ չի դառնալու։ Պառակտումը վարչապետի խոսքով վաղուց է տեղի ունեցել, քանի որ Հայաստանի ժողովուրդը հեռացված է եկեղեցուց եւ ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցու վերնախավի գործելակերպը Փաշինյանի գնահատմամբ հենց եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից։ Այնինչ եկեղեցին առաջին հերթին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի համար է, ուստի իրենց խնդիրն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը։ Իսկ 10 եպիսկոպոսների հետ հայտարարություն ստորագրելով արդյոք չի խախտվել սահմանադրական կարգը։ Վարչապետը մեղադրանքները որակեց փարիսեցիություն եւ հայտարարեց, որ դրանք որևէ հիմք չունեն։ 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում։ Սահմանազատման գործընթացը ներկայացվում է որպես խաղաղության գործիք, բայց հասարակության համար պարզ չէ դրա հաջորդ փուլը։ Կոնկրետ ինչ նոր շրջան է սպասվում Հայաստանին այս տարի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային process-ներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի։ Արդյոք ամբողջական սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխան տարածքներից ինքնական դուրս գան ադրբեջանական զորքեր։ Սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Վարչապետը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք, եւ դա պետք է իրագործվի։ Շնորհակալ։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հանրապետությունում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զինակոչը։ Այսօր Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից նորակոչիկների առաջին խմբին ճանապարհեցին բանակ։ Պարտադիր զինվորական ծառայության են մեկնում 2027 թվականին ծնված տղաները, արդեն նոր կարգավորման ծառայության ժամկետի կրճատումով։ Նրանք հայկական բանակում 2 տարվա փոխարեն կծառայեն 1 տարի 6 ամիս։ Լացış çıkartız, evet işte kuka.
18-ամյա հրայրն է, մայրիկին փաթաթված խոսք է տալիս լավ ծառայել, պատվով վերադառնալ տուն։ 2026 թվականի ձմեռային առաջին զորակոչի խումբն է։ Ամառվա ծնունդ է, գիտեր, որ բանակ տանելու իր հերթը ձմռանն է գալու, 18 ամսվա ծառայության ժամկետով։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։ Ուսման մասին ժամանակավոր, 1 տարի 6 ամիս կմոռանա, բայց անպայման վերադառնալուց հետո կշարունակի։ Ես ուրախ կեշտամ, որով կեշտամ իմ հայրենիքս պաշտպանելու։ Մենացած ցաղին էլ ցանկանամ գ բարով խերով կան հասնի տուն։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու բակում բարձր տրամադրություններ իշխում։ Նորակոչիկ տղաների երգն ու պարը աշխուժություն էր բերել բոլորին։ Նրանք ուրախ էին, ժպիտով, որ ծնողներին, քույրերին, սիրած աղջիկներին հուզվելու առիթներ չտային։ Բանակի քեֆ ուրախությունը տնից տեղափոխել էին Սուրբ ամենափրկիչի բակ։ Բանակ են գնում կոփվելու, կամքի ուժ ձեռք բերելու, կյանքի մեծ փորձով վերադառնալու համար։ Մի նոր կյանք ու դաս են առնելու, մտածումների հետ նրանք ունեն վճռականություն։ Սա պարտադիր կոչում է, ճանապարհ, որ պետք է անցնեն պատվով։ Բանակը բոլորիս պետք է կոփելու ամենակարևորը, ինչ ասեն բոլորը տղամարդ դառնալու համար բոլորիս պետք է էլի։ Մեր հայրենիքի մեր տարածքները եշտանք պաշտպանենք, մեր ծնողների համար կեշտանք։ Վերգու աղբերներսը ծառայել են, նոր վաբշե խնդիր չկան ձի համար։ Լավ կիշտանք, լավ է կուկանք էլի։ 18 ամիս ժամկետով ծառայության համարել են ուրախ, ասում են ակնթարթի նման կանցնի կգնա, բայց եւ 2 տարի անտրտունջ ծառայությանն էլ էին պատրաստ, ինչպես իրենցից ավակները, որոնք շուտով վերադառնալու են 2 տարի ծառայած։ 6 ամիս քիչ ծառայելու փաստից ուրախացողներն ավելի շատ ծնողներն են, սպասման օրերն են կարճանում։ Շատ ուրախ եմ, 6 ամիսը քիչ չի ծնողի համար։ Դա մեծ նշանակություն ունի։ 6 ամիսը բավական լուրջ թիվ է։ Ու ես կհուսամ, ու ես վստահ եմ, որ շատ լավ, բոլորը գովում են ծառայության ընթացքը, շատ լավ է։ Ես գիտեմ, որ ինքը շատ լավ կծառայի, լավ է կվերադառնա։ Ուրախություն կա, որ մեր 6 ամիս կոնե քիչ կեղնի, բայց էլի չեմ կնասեմ որպես մեր։ Կարևորն է ամփորձանք կան կապ չուն տարուկես թե 2 տարի։ Մարդկա 5 տարի կծառայի, կարևոր ամփորձանք կհասնի։ Ծնողների, հարազատների ու սիրելիների թաց աչքերն ու դեռ չճանապարհած կարոտով հայացքները այդ պահերին դառնում են օրհնանք ու մաղթանք 18 տարեկան տղաների համար։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցում բոլորը քահանայի աղոթքն ու օրհնանքն են ստանում, մտքում պահած մեծ ցանկություն է՝ խաղաղ օրեր ու երկինք հայրենիքին։ Հայկական, ավանդական, արիական, Սասնա Քոչարիներ ու Դխոլ Զուռնան, որը ճանապարհից առաջ հնչեց, շուրջպարին միացան նաև նորակոչիկները։ Նորակոչիկների ժպիտները, վերջին պահերին արած հումորները, լուսանկարները, ամուր գրկախառնությունները լավագույն անջնջելի պահերը կմնան մինչև վերադարձ։ Անվանական չէ, միմյանց բարի ճանապարհ ասելու բաժանումի վերջին պահն է։ Դեպի կենտրոնական զինվորական հավաքակայան Գյումրիից մեկնեց նորակոչիկների առաջին խումբը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Նոր տարի սկզբի ամենալավ ու ուրախալի լուրերը նոր ծնունդներն են։ Հունվարի առաջին շաբաթում Շիրակի մարզում գրանցված ծնունդների թիվը խոստումնալից է։ Ծննդօգնություն իրականացնող մարզի բուժհաստատությունները հույսով սպասում են, որ 2026-ը չի լինի ծնելիության նվազման տարի։ Անցած 2025-ին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2024 թվականին։ 2025 թվականին Շիրակի մարզում գրանցված ծնունդների թիվը 2250-ն է, նրանցից 24-ը զույգ են եղել։ Նոր տարվա առաջին ծնունդը Գյումրիի ծննդատանն է գրանցվել։ Հունվարի 1-ի առավոտյան ծնված բալիկը աղջիկ է։ 2026 թվականի առաջին օրվա ավարտին եւս 2 ծնունդներ են ընդունել, երկուսն էլ տղա։ Նորմալ քաշով ու առողջ նորացիները 2 օր անց դուրս են գրվել ծննդատնից։ Նոր տարվա առաջին շաբաթում միայն Գյումրիի ծննդատանը գրանցվել է 22 ծնունդ, որը տոնական օրերին բավականին հունվարի համար բարձր ցուցանիշ է, սովորաբար Շիրակի մարզում ծնունդները կրում են, այսպես ասած, ծնտիմաշ այդ բարետկանը լավ չէ, բայց սեզոնային բնույթ, կախված արտագնա աշխատանքի հետ, դրա համար ծնունդների պիկը Շիրակի մարզում ավելի շատ բաժին է ընկնում օգոստոսից նոյեմբեր ամիսներին, հետո ունենում ենք անգում։ Աղջիկ երեխայի ծնունդով է սկսվել 2026-ի հունվարը նաև Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոնում։
Առաջին ծնունդը նոր տարվա երկրորդ օրն են գրանցել հունվարի 2-ի երեկոյան։ Հաջորդող օրերին մորումանքան կենտրոնում ծնվածներից 7 տղաներ են։ 11 երեխա շատ ուրախ եմ, որ 7 տղա են։ Եվ առաջի ծնունդը Աղջիկ ենք ունեցել 3 կիլո 260 գրամ զանգվածով։ Երկրորդ բալիկս է կեսարյան հատումով ծնվել։ Առաջինս էլի տղա է։ Միշտ սիրել եմ աղջիկ երեխաների, ամուսինս է միշտ սիրել աղջիկ երեխաների։ Ճիշտ է, տարբերություն չկա տղա թե աղջիկ, միշտ սպասված են։ Կրկնակի շատ ուրախ եմ, շատ թանկ է, թանկ, ու ով էլ չունի, թող Աստվածի անձը պարգևի։ Առաջինս տղա է 3 տարեկան։ Էլի տղա։ Հայաց բանակին, թակավոր նշ։ Ռոբերտն է, մեր տան երկրորդ երեխան է, 3 կիլո 100 գրամ է ծնվել, սպասված էր, որտև ամուսինս տղա շատ էր ուզում։ Աստված կամեցավ մեզ 2 բալիկ, հուսով եմ երրորդն է կկամենա։ Իրինայի ընտանիքում երկրորդ բալիկի ծնունդը նոր տարվա հրաշք են համարում։ Առաջին երեխան երկար տարիների բուժման սպասումների պտուղ է եղել։ 17 տարվա անպտղությունից հետո է ծնվել առաջնեկը, որը տղա է, իսկ նորածին բալիկը աղջիկ։ Իրինան ուզում է, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն։ Իսկապես պետք է մեր ազգին կամենան, որ բոլորն էլ երկրորդ, երրորդ, նույնիսկ չորրորդ բալիկներին ունենան։ Ծննդօգնություն իրականացնող մարզի բուժ հաստատություններում նոր տարվա առաջին շաբաթում ծնվածների մեծ մասը ընտանիքների երկրորդ երեխաներն են։ Տարվա սկիզբը ծնունդների թվով խոստումնալից է, բայց ընդհանուր առմամբ նախորդ եւ անցած տարվա համեմատ նվազում է եղել։ Գյումրիի ծննդատանը 2024-ին 1100 երեխա է ծնվել, 25-ին այդ թիվը պակասել է 50-ով։ Նվազման ցուցանիշ ունի նաեւ Ախուրյանի մորումանքան առողջության կենտրոնը։ 2024 թվականին ունեցած 900 ծնունդների դիմաց 2025-ը փակել են մոտ 100 ծնունդով պակաս։ Առաջնային պատճառը արտագաղթն է, բայց պակաս կարևոր խնդիր չէ նաև հիվանդություններով զուգորդվող հղիությունները, որոնք հանգեցնում են ընդհատումների։ Օրինակ, մենք հիմա անում ենք պիլոտային սկրինինգային ծրագիր, Շիրակի մարզը ամբողջովին, եւ կան հղիություններ, որտեղ ախտորոշվում է պտղի զարգացման շեղումները եւ ընդհատվում են այդ հղիությունները, այդ կա այդպիսի թիվ եւ մյուս թիվը, եթե հղիություն եւ զուգակցված հիվանդություններ, սոմատիկ ինչ-որ խնդիրներ, այդ հղիների ծննդալուծումը կազմակերպվում է երրորդ մագարտակի ծննդատներում։ Երկրում ծնելիության բարձրացման ուղղված պետական մի շարք ծրագրերի արդյունքներն ըստ մասնագետների շոշափելի են դառնում ավելի ուշ։ Օրինակ, յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո տրվող միանվագ գումարները, որոնց սահմանաչափը այս տարվա սեպտեմբերից փոփոխվելու է, եւս ծնունդների թվի աճին է խթանելու։ Ազգի ծնելիությունը ապահովում է առողջ ընտանիքը իր առողջ կնոջով։ Այդ կնոջը պետք է շահագրգռվել օրինք երեխան։ Այ շահագրգռել ընտանիքի կնոջը, ապահովել ամուսնուն աշխատանքով, առաջի հերթը, երկրորդը տուն, երրորդը խրախուսել ամեն երեխայի ծնվելու վերաբերյալ ֆինանսական աջակցություն։ Առողջ ծնունդների ապահովման հերթական ծրագիրն այս տարվանից է ներդրվել։ Նախքան հղիության պլանավորումը ամուսինները կարող են հետազոտություններ անցնել ու առաջնային խորհրդատվություններ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Որը թույլ կտա պլանավորել առողջ հղիություն, կանխարգելել այն հնարավոր բարդությունները, որը շատ հաճախ հղիության ժամանակ է նորի հայտ գալիս, որը կարող է բերել վիժումների, պտուղների զարգացման առնի։ 2025 թվականին Շիրակի մարզում ծնվել է 2250 երեխա, ծնվել են ավելի շատ տղաներ, 1188 տղա, 1062 աղջիկ, ծնունդներից 24-ը զույգեր են եղել։ Այս տարվա առաջին զույգ նորածինները աղջիկ են, Մարին ու Նանեն, ծնվել են Գյումրիի ծննդատանը հունվարի 4-ին։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։
Հալեպում գիշերային բախումների ընթացքում հրանոթային արկեր են ընկել, նաև հայաբնակ թաղամասերում գրանցվել են նյութական վնասներ, հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։ Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, բախումների հետևանքով կան զոհեր։ Թողարկման այս հատվածում աշխարհի թեժ կետերում զարգացող նորությունների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 66 միջազգային կազմակերպություններից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալու մասին հուշագիր է ստորագրել։ Ըստ Սպիտակ տան տարածած հայտարարության, այդ կազմակերպությունները այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը։ Հուշագրի համաձայն գործադիր բոլոր գերատեսչությունները եւ գործակալությունները դադարեցնում են մասնակցել եւ ֆինանսավորել ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 կազմակերպության եւ ՄԱԿ-ի 31 կառույցի, որոնք գործում են ԱՄՆ ազգային շահերին, անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը կամ ինքնիշխանությանը հակառակ։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ առգրավել է Վենեսուելայի Մարիներա լցանավը, որն ըստ ամերիկյան կողմի Ատլանտյան օվկիանոսում ավելի քան 2 շաբաթ տևած հետապնդումից հետո փոխել է իր անունը եւ բարձրացրել է Ռուսաստանի դրոշը։ Պաշտոնական Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները հակասում են ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Իդեպ, մինչ լցանավի առգրավումը միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը ռազմանավեր է ուղարկել Ատլանտյան օվկիանոս լցանավին ուղեկցելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության թիմի հետ ակտիվ քննարկումներ է վարում Գրենլանդիան գնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Պատասխանելով Գրենլանդիան ուժով վերցնելու հնարավորության մասին հարցին, Լևիթը հայտարարել է, որ նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ առաջնորդի համար առաջնային որոշումը դիվանագիտական լուծումն է։ Նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, սակայն դիվանագիտությունը նրա համար միշտ առաջին տեղում է, ամփոփել է Լևիթը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռյուբիոն էլ հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է Կոլումբիային, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում Սպիտակ տանը կհանդիպի իր կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոյի հետ։ Իդեպ, ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Կոլումբիայի դեմ ուղղված գործողությունը վատ չի հնչում։ Ի պատասխան Պետրոն զգուշացրել է, որ Կոլումբիան զենք կվերցնի, եթե ԱՄՆ-ն որևէ ռազմական գործողություն սկսի իր երկրի դեմ։ Սակայն երեկ ուշ երեկոյան Թրամփն իր Truth Social հարթակում անդրադարձել է Պետրոյի հետ իր զրույցին, այն որակելով որպես մեծ պատիվ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նրա կոլումբացի գործընկերը կկազմակերպեն Պետրոյի Վաշինգտոն ուղևորությունը։ Իդեպ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հոկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել Պետրոյի նկատմամբ, հայտարարելով, որ նա չի ցանկանում զսպել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։ Կոլումբիան տարածաշրջանի թմրանյութերի առևտրի, մասնավորապես կոկաինի հիմնական կենտրոն է, ինչպես նաև ունի նավթի զգալի պաշարներ։ Այն նաև ոսկու, արծաթի, զմրուխտի, պլատինի եւ ածուխի խոշոր արտադրող է։ Սիրիայի Հալեբ քաղաքում կառավարական ուժերի եւ քուրդ զինյալների միջև տեղի ունեցած կատաղի մարտերը հազարավոր քաղաքացիների դուրս են հանել իրենց տներից։ Պաշտոնական Վաշինգտոնը ըստ որոշ տեղեկությունների միջնորդում է լարվածության թուլացման հարցում, հայտնում է Reuters-ը։ Սիրիայի սոցիալական հարցերի վարչությունը հայտարարել է, որ Հալեբ քաղաքից տեղահանվել են ավելի քան 45000 մարդ, որոնց մեծ մասը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, դեպի Աֆրին անկլավ։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը բախումներ էին տեղի ունեցել Սիրիայի կառավարական զորքերի եւ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի միջև։ Reuters-ի տեղեկություններով երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին զոհվել է 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 2 տասնյակ մարդ։ Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ զոհվել են նաև 2 զինյալ։ Իր հերթին Սիրիայի առողջապահության վարչությունը հայտնել է, որ 3 քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Այս եթերաժամին այսքանը, հետևեք նորությունների ժամը 20-ին։